մենք զրուցելու ենք Հայդատի անցած տարվա գործունեության ամփոփման թեմայով եւ իմ զրուցակիցը Հայդատի Արևմտյան գրասենյակի մամլոք-արտուղար Կարեն Ջիմբաշյանը, ողջույն։ Եվ շնորհակալ եմ, որ եկաք եւ այս կիրակի սպասվում է, արդեն ասացի մեր հեռուստադիտողներին, այս կիրակի սպասվում է ավանդական գալա միջոցառումը, որպեսզի պատկերացու ավելի լավ պատկերացնենք, դա ամփոփիչ միջոցառում է տարվա ընթացքում, ուրեմն այն բոլոր գործիչները, ովքեր որ ինչ որ նպաստ են ունեցել կամ իրենց քայլերով, իրենց գործողություններով, իրենց ելույթներով նպաստել են հայկական, համահայկական խնդիրների լուծմանը, դրանց մրցանակներ են հանձնվում եւ կխնդրեմ մի քիչ մանրամասնեք, ովքեր են, գիտեմ, որ բավականին այդպես ներկայացուցչական կազմ է հրավիրված կոնգրեսից, միջազգային կազմակերպություններից եւ նաեւ Արամ առաջին կաթողիկոսն է այստեղ եւ նաեւ մասնակցելու խնդրում եմ որքան հնարավոր է մանրամասնել ներկայացրեք ինչ ձեռքբերումներ ունի Հայդատի գրասենյակը այս տարի։ Ուրեմն նախ շատ շնորհակալ եմ հրավերին, շատ ուրախ եմ դարձյալ լալու այս գայանը նորեն այս եթերը։ Ուրեմն սկսենք ինչպես ասիկ դոնագադարութենեն գալային, ուրեմն այս մեկը մեր դարեգան սովորությունն է, որ ամբողջ դարվա աշխատանքները ասենք կմեկդեղվին, ամբողջը կներկայացվին ժողովրդին, ամբողջը կներկայացվին հանրությանը իբրև ամբողջական դարվա դաժանագիր աշխատանք, որ ունի մեկ նպատակ միան Հայդատի հետապնդում եւ հայ ազգի ու ժողովրդի ասենք շահերու հետապնդում, ուրիշ որևէ մեկ ձևով կարելի չէ սահմանել այս հանձնախումբի գործը, բացի այս։ Ուրեմն այս ցերնարգին ընթացքին, այս միջոցառման ընթացքին ասենք մեկդեղվին բոլոր համայնքի ղեկավարներ, մեկդեղվին մեզի քաչալերողներ, մեզի մոտ ընկերներ, բարերարներ եւ անցիկ լագարավարության մեջ լա մարդիկ, որոնք անհատապես իրավ մեծ քաչակորձություններ եւ մեծ ջիքեր դարածեն, որբեսի կարողանանք մենք կամ իրենց հետ գործակցաբար հետապնդել Հայդատը։ Ուրեմն այս դարվա ծրագիրները արդեն բազում անգամների եթերներու վրա ասած էինք եւ կգարձեմ ամենամեծը, որ պետք է նշել անգամը եւս կոնե, պիտի ըլլար այդ 87 ստորակրյալներով նամակը, որ կնած պետք ասենք պետքարտուղարի գրասենյակը եւ պատասխանը ստացանք շեշտելով, որ ահրելի կարեւոր է մեր 23 աղբանդարգյալներու ապահովությունը եւ ազատությունը վստահեցնել, թե Հայաստանյան կառավարության կողմէ եւ թե միջազգային կազմակերպություններու կողմէ եւ թե Ադրբեջանի կառավարության կողմէ, ուրեմն ադոր նման բազում աշխատանքներ եղած են, ադոր նման գրնամսել դասնապատիկ աշխատանքներ եղած են լա մեր համայնքին մեջը Ամերիկայի մեջ կամ համայնքեն դուրս համաշխարհային կետնի վրա, որ արդեն առաջիկայում պիտի խոսենք։ Ուրեմն վերադառնալով գալային այս տարի ունենք 5 ասենք մրցանակներ, որոնք պիտի դրվին դոնագադարության ընթացքին։ Ովքեր են մրցանակակիրները։ Ուրեմն եթե շարքով պիտի երթամ, ուրեմն առաջինը պիտի ըլլա նախորդ նախագահ ասենք պարլեմենտի խորհրդարանի Նենսի Պելոսին, որ ինքն ալ բդի մասնակցի ներկա պիտի ելա, որ իր օրերուն ասենք երբ ինքը նախագահն էր պարլեմենտի, կարողացավ շատ լավ կորձակցիլ Հայդատի հանձնախումբին հետ է, միջավոր կորձակցի, բայց օրին ամենակակատնագետը ըլլալով ընդունել հայոց ցեղասպանություն ամերիկյան կառավարության կողմէ, այդ մեկ եղավ իր օրոք եւ ադոր շնորհիվ պիտի պատվենք իրեն Lifetime Achievement Award-ով, այսինքն եւ հաջորդը պիտի ըլլա Young Kim-ը, Orange County and Republican Congresswoman-ը, հանրապետականը, որ մեր հետը բավական ցերդ աշխատած է եւ բավականին զորավիկ կանգնած է, ասենք մեր Հայդատի բոլոր աշխատանքներուն ու նախաձեռնություններուն, անգևերջ պիտի անցնենք գազմագերբություններուն ավելի,
պիտի ունենանք Human Rights Champion Award-ը, որ պիտի մարդկային իրավանց չեմպիոնի մրցանակը, CSI Christian Solidarity International գազագերբության, որ պիտի նախագահը հոսլա անցամբ ստանցնելու համար, որ հաջորդ շաբաթ շնորհիվ նաև Կարենի օգնության մեր տաղավարում կլինի Christian Solidarity International, այսինքն քրիստոնեական համերաշխության միջազգային կազմակերպության ղեկավար John Iber, այնպես ինքը հոն ներգա պիտի ելա որպեսի ստանցնեն նույնիսկ շքանշանը եւ արիտը պիտի ունենա կետը զրուցելու ավելի խորքային ձևով թե ինքը ինչ կպատկերացնե քրիստոնեական աշխարհի մեջ ասենք իրավիճակը անգեյետ ուզում եի քանի որ John Iber-ն է վերաբերում վերջերս նա հայտարարություն է արել ուղղակի առիթը օգտագործելով ասեմ ուրեմն այս հեղինակավոր կազմակերպության ղեկավարը նախ դատապարտել է Հայաստանում այն ինչ որ կատարվում է հայ առաքելական եկեղեցու նկատմամբ շեշտել է որ Ադրբեջանի եւ Հայաստանի իշխանությունները հայ առաքելական եկեղեցուն թիրախավորում են այսպես սինխրոն կերպով եւ կոչ է արել բոլորին բարձրաձայն այսինքն այդ մասին խոսել բարձրաձայնել առաքելական եկեղեցին այդ հալածանքներից պաշտպանելու համար շնորհակալություն խնդրեմ անցնի մատկի հետ Armenian Bar Association-ը պիտի ստանցնեինք նիր ասենք շքանշանը ինքնիպանը այո քանի որ բավական օժանդակություն բերին այս նախորդ դարվան ընթացքին լա հրտեհներու ընթացքին լա անգե առաջ եւ լա անգե յետքը հայ ժողովրդին եւ հայ համայնքին աստեղի բավական մեծ օժանդակություն կարողացան իրագործել իրավական աշխարհի մեջ եւ վերջապես եւ նաեւ այլ հարցերում սկսած այն Արցախյան խնդրի հետ կապված մի շարք հարցեր էին բարձրացնում դեպական գործեր Երուսաղեմի հետ կապված, չէ, այո, մեր բոլոր ազգային, ասենք, իրավաբանական գործերու, մեր բազմաթիվ իրավական գործերու, իրավաբանական գործերու առաջնագարկ օժանդակություն ցուցաբերած են, ադոր համար հարմար կտեսնա այդ դանսախումբը պատվելու իրենց, եւ վերջապես Swords եւ Semerjian իրավաբանական խումբը, որ չեմ գիտեր եթե գիհիշեք, աստեղ մի քանի ամիսներ առաջ հայտարարի հանձնախումբը թադավարության կանչված էր ազերբայջանցի ասենք փաստաբանի կողմէ շատ հետաքրքրական եւ ընդհանրապես սուդ ու շինձու մեղադրանքներով թե հայտարարի հանձնախումբը իր անձնական ասենք բիզնեսին իր անձնական կորձի թեմ աշխատանքներ կդանի, չի ցկեր որ աշխատի եւ այլն, ուրեմն այս փաստաբանական խումբը շատ մեծ օժանդակություն բերած էր հանձնախումբին, որովհետեւ կարողանանք շրջանցել ասոնք։ Ուրեմն այս 5-ը պիտի ստանան իրենց մրցանակները, բոլորն ալ ներկա պիտի լան կամ ներկայացիչներ պիտի ունենան, որովհետեւ ստանցնեն շքանշանները եւ իրենց շնորհակալությունները հայտնեն ասենք վեհապար Արամ վեհապարի ուրեմն ելույթը այո բարեբախտաբար այս դարի Արամ վեհապարը պիտի լա Ամերիկայի Միացյալ Նահանգները Կալիֆոռնիայի մեջ իր 30-րդ ասենք բանի համար արիթով կահատության արիթով ուրեմն գսպասվի իր ներկայությունը եւս եւ հույսով ենք որ արիտը գունենանք հետը զրուցելու լավ ժամանակ անցնելու վեհապարին մենք հարցեր ունենք հուսանք այդ պատասխանները կստանանք Նենսի Փելոսի մասին եմ ուզում հարցնել ձեզ ինչպես գիտեք շատ վատ հարաբերություններ ունի Նենսի Փելոսին որպես դեմոկրատական կուսակցության առաջնորդներից մեկը այսպես կարող եմ ասել եւ նախագահ Թրամփի ադմինիստրացիան դա ինչ որ առումով արդյոք այսպես հակասական չէ մանավանդ որ Նենսի Փելոսին 5 տարի առաջվա արած ինչ որ գործողությունների համար է իրեն պարգևատրում հիմա նայեցեք չի վնասի այսօրվա իշխանությունների հարաբերություններին
Հայդատի գրասենյակի եւ այսօրվա իշխանությունների հետ հարաբերությունները չի վնասվի այդ պատճառով։ Հիմա նայեցեք գրնալը այսօրվա վարչագազմին հետը բոլորովին հեզասահ չեն հարաբերությունները Նենսի Պելոսիին եւ վարչագազմին գրնալալ որ կան բավական ասենք սխալներ անհասկացողություններ կամ մեկը մյուսի հանդեպ ընդհանրապես ինչքան բոլորովին դահաճ մտնոլորտ բայց եւ այնպես նախ անգմնա կոնգրեսական ներկայացիչ անգմնա հայտարարի մեծ ասենք օժանդակ լա 5 տարի առաջ լա այսօր ընդհանրապես Նենսի Պելոսին եղած է մեր մոտ գործընկերներն մենք այսօր չենք կնարլքել բարձրապես քանի որ դժվարություններ կան մենք կմնանք հաստատ բոլոր անոնց կողքին որոնք մնացած են մեր կողքին դարիներու ընթացքին անշուշտ բոլորը քաղաքական խաղերը կան մոդիգությունները, հերավորությունները, ասոնք ալիքներ են, որ գերտան գուքան, բայց մեր ամենամոդ ընկերները կմնան ամենամոդը։ Եթե այսօրվա համար անկախ կուսակցական պատկանելիություններ է, քանի որ հայտարարի հանձնախումբը արդեն իսկ նշած է բազում անգամներ, որ ինքը կմնա կուսակցական, ասենք, զդում է հերու։ Մենք միան դեմոկրատական կամ միան ռեպուբլիկան, միան հարաբերական կամ միան ժողովրդավարական գուսակցական խումբերուն հետ չէ որ հadoop հարաբերություն ունենք եւ մյուսները բոլորովին կանդեսենք ան որ հայտարարի համար որևէ մեկ ձևով զորավիկ կգանքնի մենք իրենց յետնենք Բացի յանքիմից, որի մասին ասացիք, Օրենջի շրջանից ընտրված կոնգրեսական հանրապետական կան այլ հանրապետականներ, որոնց հետ այդպես ակտիվ աշխատում եք եւ Բավական կան, հիմա ես անունները լավ չեմ հիշեր, քանի ես ընդհանրապես գարավարական պատասխանատվությունները ես չեմ վերցնել, բայց ընդհանրապես եթե որ լավ կտեսնեք մեր press release-ները, բոլորը նշված են, որ bicameral են, ասելով երկու գուսակցական bipartisan եւ bicameral են, թե ձերագուտական, թե ներկայացական տան մեջ ստորակրյալները ներկայ են եւ երկու գուսակցություններում մեջ ներկայ են։ Ուրեմն մենք ընդհանրապես աշխատանքը կդանենք երկու կողմեն, լա ձերագուտականներուն, լա ներկայացական տան, լա հանրապետական եւ լա ժողովրդավարական գուսակցություններուն կողմեն։ Մեր նպատակը հստակ է ոչ թե գուսակցություններու հետ աշխատել, այլև մեր թադը արժեվ դանել։ Ով որ գոժանտակ է Շատակեցիք այդ 86, եթե չեմ սխալվում, կոնգրեսականների դիմումը պետքարտուղարությանը եւ դրանց պատասխանը, որ եւ Հայաստանին եւ Ադրբեջանին կոչ են անում գեյների հարցով զբաղվել, կոպիտ ասած, եւ նաեւ Արցախայցյան իրավունքների ինչ ընթացք ունեցավ եւ արդյոք այդքանով ավարտվեց թե ինչ որ դեռևս ինչ որ քայլեր ամերիկյան կառավարության կողմից կարող են ակնկալել այդ ուղղությամբ Թե ասենք Հայաստանի ղեկավարությունը եթե ասում է դա մեզ չի հետաքրքրում կամ դրանով եկեք չզբաղվենք ամերիկյան կառավարությունը այդքանով սահմանափակվելու է Հիմա որոշ դժբախտություն եղավ այդ ետքը այդ այլ կառավարությանը ասենք կորձաթուլի կամ shutdown-ի իրավիճակն է, որ գոյություն ունի հիմա, գրեթե ամեն ինչը աննախընթաց կերպով գանք արած է, եղավ այսօր 20 մի քանի օր։ Ուրեմն ընդհանրապես ամերիկյան կառավարությունը հիմա ներքին վիճակի մեջ է շատ ավելի քան արտաքին, բայց այդ մեկը ասել չէ որ այդ գործը դադարեցված է, այդ ասել չէ որ ադոր հետաբնդումը պիտի գնա, գիտեմ ստույգ գիտեմ կոնե մեր հանձնախումբեն, որ մենք ալ ներքին գերբով բավական ժիր աշխատանք կդանենք, որ եւս մեկ ասենք օրենսդրական առաջարկ ներկայացնենք, երբ ամեն ինչը կարողանա հստականալ, որբեսի այդ մեկը անցնի կորձաթիր իրականության եւ չմնա այդպես բարձրապես քրված առաջարկը ու անցնի ու մորցվի։ Շատ լավ։ Պարոն Ջիմբաշյան, դուք վերջերս մասնակցում եք Լեհաստանում մարդու իրավունքների կոնֆերանսեր, այդպես էր կոչվում միջոցառմանը, որտեղ նաև բարձրացվել է Արցախայցյան եւ նաև Բաքվի հայկերիների մասին թեման, խնդրում եմ մանրամասներ ասեք եւ ինչ արդյունքներ կարող ենք դրանից ակնկալել այդ նմանատիպ համաժողովներից։ Ուրեմն շատ հետաքրքրական արիթմն էր այս մեկը, որ ես ունեցա առաջին անգամը ըլլալու Վարշավայի մեջ Լեհաստան մասնակցելու համար ՀԱԳ-ի մարդկային իրավունքներու վեհաժողովին
հոնգը գտնվեին բազում գազագերբություններ լա հայկական լա ընդհանրապես օդար որոնք ադրբեջանցիներ ալգային որոնք շատ ուրախ էին մեզի տեսնելու անշուշտ ուրեմն արիթ ունեցանք բոլորուն հետ շփվելու եւ մեր հայտադը արչև դանելու խոսելու մեր հայկական ռազմակերիներուն մասին եւ այլն ուրեմն այդ կձով գրնամ ասել որ ունեցանք բազմաթիվ հայկական գազագերբություններ civil society ինչպես կգոչեին հոնդեղը հասարակական գազագերբություններ որոնց մաս կգազմեի նաեւ ես որ բարձրացնեցին հայ ռազմակերիներու ազատությունը բարձրացնեցին Հայաստանի Հանրապետության ասենք անկախության վտանգը Ադրբեջանի կառավարության ընդհանրապես օտոկրատ իրավիճակը եւ այլն ուրեմն այս կձով ունեցանք բազմաթիվ միջոցառումներ ունեցանք արիթը դեսնվելու բազմաթիվ տեսփաններու հետ դարբեր երկրներու եւ բացադրել զեկուցել թե ինչ է իրավիճակը թե Արցախի մեջ թե Հայաստանի մեջ եւ թե ընդհանրապես Կովկասյան շրջանի մեջ իրավիճակը ինչ է Հիմա ինչպես վստահ եմ դերիակ եք որ այս վերջին համաձայնություններու կամ հայտարարություններու ի հետևանք յահգի Մինսկ խումբը լուծված է մեր հիմնական մտահոգություններն մեկը այդ է որ համաշխարհային վերահսկողությունը թատրի քանի որ Մինսկի խումբը ասենք լուծված միջոցի մեջ է ուրեմն այդ վեհաժողովին բարձրացնեցինք զանազան անգամներ ասելով թե քանի որ Մինսկի խումբը չի ասել չէ որ միջազգային ծեր աջակցությունը պետք է ընդհանրապես վերանա այդ շրջանեն քանի որ մարդկային իրավունքներու խախտումը հստակ է հոն է ունինք այսօր դակավին Ադրբեջանի զորքեր Հայաստանի սուվերեն հողի վրա ինքնիշխան հողի վրա ունինք դակավին 23 քաղաքապետարյաններ որոնք բանդարգված են անօրինական ասենք բաներով բادرանքներով ունինք մշակութային գետրոններ մշակութային համալիրներ ասենք որոնք կան հետանան կփճացվին ընդհանրապես կվերացվին մեջտեղեն կոչնչացվին եւ այս բոլորը պետք է որ մշտական ներկայություն լա միջազգային հետևողականություն ունենա եւ մարդիկ աչքերնին վրանին բահեն եւ չցկեն որ այսպես կոչված ասենք խաղաղության պայմանագիրները որ պիտի ստորագրվին քանի որ Հայաստանի կառավարությունը կամ Հայաստանի իշխանությունը այսօր կգտնվի զենքի բանին դա պարտադրանքի դա այդքան էլ զենքի պարտադրանք իրանք շատ լավ կամավոր են անում իսկ նմանատիպ կոնկրետ այդ միջոցառման Հայաստանի իշխանական շրջանակներից մասնակցություն կար թե ոչ կար մասնակցություն եւ ինչպես են իրենք արձագանքում ձեր այդ մտահոգությունները Դժբախտաբար եթե մեր խոսքերուն արձական կուզեք Ադրբեջանի կողմը շատ ավելի արձականքեց մեր խոսքերուն քան Հայաստանի բادرագությունը բարեփոխտաբար ասեմ դժբախտաբար չեմ գիտեր թե ասեմ բարեփոխտաբար թե դժբախտաբար բայց եթե մեկ հոգիգա շատ լավ լսեց մեր նամանավանդ իմ խոսակցություններս այդալ Ադրբեջանի այսպես կոչված գոնգոներն էին որ ամեն արիթ որ ունեին դվին մեր անունը ասելով ANC-ը անկան եւ այլն թեմ կգենա խաղաղության եւ իրենց գարավարական հորթորումները եւ սուտ կարոզները շարունակեց ասենք փոխանցել եւ վստահ եղեք որ համաշխարհային թեմի վրա դիգա շատ հստակ էր եւ նույնիսկ այդքե ուշ ասենք տեսփաններու հետ դեսակցություն ունեցանք եւ այլն բոլորն լավադերիակ էին թե ինչ կգադարվեր լալով որ իրենք Ադրբեջանի կառավարության գոնգոներն են եւ իրենց նյութերն են որ արժեվ կդանեն անկայից բողոքում են հայդատից բողոքում են եւ Թուրքիա եւ ադրբեջանցիները բայց ավելի շատ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը դա ցես չի խանգարում աշխատել Կդժվարացնեմ մեր գործը այո բայց ընդհանրապես խանգարելու համար շատ կուզե
մենք ունենք այդ գորովը, որ շարունակենք աշխատանքը որքանալ որ դժվարը լա, անշուշտ կդժվարացնե, բայց այդ մեկը ասել չէ, որ մենք մեր աշխատանքը դեմը պիտի անչադենք, գեցնենք, թաթարդանք բարձաբես, քանի որ շատ դժվարացավ։ Այո, տեսեք, միջազգային ատյաններում, միջազգային կառույցներում դուք հայ դատի կառույցները, մյուս լոբիստական հայկական կառույցները բավականին մեծ աշխատանք են անում եւ ինչ որ արձագանքներ կա, նույն այդ Ջոն Այբների հայտարարության մասին ասացինք, բայց դա չի խանգարում Նիկոլ Փաշինյանին, ճիշտ է, թեմայից մի քիչ անցնում ենք Հայաստան, բայց կուզեի ձեր դիրքորոշումը իմանալ։ Նա շարունակում է օրինակ Արշավը հայ առաքելական եկեղեցու դեմ, կաթողիկոսի դեմ, հիմա էլ ասենք կարգալուց եղած հոգևորականի, ուրեմն ուզում է նրա միջոցով պառակտել եկեղեցին։ Ինչ գնահատական կտաք դուք հայ դատի վերաբերմունքը, ուզում եմ ասել, դուք օրինակ բարձրացնում եք նման հարցեր ամերիկյան կառավարության առաջ կամ միջազգային կառույցների առաջ, թե դուք համարում եք, որ Հայաստանի ներսի գործը այդքան էլ, պես ասենք, ճիշտ չէ, կոպիտ ասած մեր կեղտոտ լվացքի մասին հայպսի ժողովրդական խոսք կա, ուրիշները իմանան։ Նայեցեք, մեր աշխատանքի մեծակույն մասը կմնա իրազեկ բահել մեր ներկայացուցիչները, թե ինչ կկատարվի լա Կովկասյան շրջանի մեջ, լա Ադրբեջանի մեջ, Թուրքիո մեջ եւ Հայաստանի մեջ։ Մեզի համար այս կարևոր բաժինը, ասենք, որ կհետաքրքրի իբրև հայտարարի հանձնախումբ եւ որ բարդականություն վերցուցած է կառավարության կով աշխատելու ադոր բարելավման բարգավաճման համար ամենակարևոր բաժինը այդ աշխատանքի իրազեկ բահելն է։ Հիմա եթե կան որոշ նորություններ, որ գլան, հարգավ որ մենք դերյակ պիտի բահենք, լուր պիտի բահենք, թե ինչ կլան, բայց անգեզად ընդհանրապես ներքին կառավարական բաները արդեն չենք ուզեր ընդհանրապես ամերիկյան կառավարությունը խառնվի մեր ներքին աշխատանքներում, մենք հայ ժողովուրդը պետք է որ այդ մեկը կարողանա ինքնին անել այդ փոփոխությունը, այդ խնդիրը լուծելը պետք է կան ներքին եւ արտաքին երբ լա բազում ուրիշ խնդիրներ կբացվին, որ ընդհանրապես մենք չենք ցանկանում մեր հայրենիքի համար։ Շատ լավ, ինձ հուշում են, որ մեր գործընկերները ձեզ հարց ունեն, խնդրում եմ։ Այո, Արթուր, վերջին հարցի իրավունքով հայտնի դարձավ վերջին օրերին, որ Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյ Դի Վենսը, երբ Երուսաղեմում էր, եղել է Սուրբ Հարության տաճարում ու այնտեղ նաև հայ հոգևորականների հետ է շփվել, տաճարի հայկական հատվածն են նրան ներկայացրել, որտեղ ինչպես հայտնի է հայ եկեղեցին ունի բացառիկ իրավունքներ ու կարևոր դեր տարբեր արարողությունների ժամանակ, եւ հարցս հետեւյալն է, հաշվի առնելով այն, թե ինչ է կատարվում Հայաստանում, սա ինչ որ կերպ ուղերձ էր Հայաստանի իշխանություններին, որովհետև գիտենք նաև Թրամփի պրո-քրիստոնեական դիրքորոշման մասին, թե սա ուղղակի արարողակարգային ինչ որ քայլ էր, որը ոչ մի կարևորություն չունի եւ ոչ մի ուղերձ չի պարունակում։ Շատ շնորհակալ եմ հարցի համար, ուրեմն եթե պիտի ուզեի ես այս մեկը քննադատել Թրամփ-Վենսի նախաձեռնությունը, ասենք, որ իրենք ներկայացան հայկական համայնքը Երուսաղեմի մեջ, նախ պետք է անպայման նշել, որ հիմնական նպատակը ադի չէր երթին, խաղաղության այնտեղի ինչ որ կարգավորման համար էր, բայց եւ այնպես այցը թեպի հայկական համայնք նշանակություն պետք է ունենա, չի գտնար այդպես հարևանցի պամը լալ, որ արի սովորություն եղած է ու եղավ ու անցավ։ Ուրեմն ես վստահ եմ, որ Թրամփի վարչակազմը հիմա, նամանավանդ հիմա, քրիստոնեական այս իր ճիղը ամուր կբահե, ունի այս իր քրիստոնեական մեկ հիմնասյունը, որ կգազմե իր նկարակիրի ամենակարևոր մասերն մեկը, ուրեմն շատ հերու չլար ասելու, որ գրնալ այս մեկը ենթահողմը կներկայացնե մեզի համար իբրև հայ ժողովուրդ, որ այդ ուղղությամբ եւս կարողանանք մոդենալ
Trump-Pence վարչագազմին, որովհետեւ կարողանանք եւս մեկ ասենք խնդիրը, որ հայ ժողովուրդը ունի այսօր եւ գտի մակրավե հավանաբար օժանդակություն խնդրենք եւս ամերիկյան կառավարութենեն գտնալը այս մեգա առաջին մուտքի հրավերումը լա եւ վստահ եղեք որ ներքին լծակներով պիտի փորձենք ամբողջ չանկերնից ընել որովհետեւ կարողանանք իրազեկվել նյութի մասին եւ գիտնալ թե որքանով կարելի է օժանդակություն սպասել այս գծով։ Եթե դուք կտակ ես էլ արձագանքեմ Անիի հարցին եւ ամփոփենք, ուրեմն կախված է նրանից իհարկե համաձայն եմ ձեզ հետ, որ Վենսը ուղղակի այնպես չէր կարող այդ։ Իհարկե այցի նպատակը այլ էր, բայց ինքը այցելել է հայկական այդ հատված եւ դա բնականաբար այնպես չի լինում, հենց այնպես պատահական, բայց շատ կարեւոր է թե որքանով է տեղյակ Վենսը Թրամփի ադմինիստրացիան ընդհանրապես թե ինչ է կատարվում Հայաստանում եւ եթե նույնիսկ տեղյակ է թե ովքեր են նրան ներկայացնում, եթե դա ներկայացնում է Փաշինյանի իշխանությունը կամ ասենք Հայաստանում Միացյալ Նահանգներում Հայաստանի դեսպանը օրինակ, հիմա ինքը ավելի ակտիվ է աշխատում, ես տեսնում եմ, եթե նրա միջոցով է այդ խողովակով է ինֆորմացիան հասնում Վենսին, ապա այնտեղ ասելու են, գիտեք ինչ, մենք քրիստոնյաներ ենք, մենք պայքարում ենք KGB-ի գործակալների դեմ ու ամերիկացիները այլ պատկերացում են ունենալու թե ինչ է կատարում։ Դրա համար ձեր գրասենյակի եւ հայկական մյուս լոբիստական կառույցների եւ անձանց գործունեությունը շատ կարեւոր որպեսզի ճիշտ ինֆորմացիա գնա սպիտակ տուն թե ինչ է կատարվում իրականում Հայաստանում։ Այսքանը թերևս շնորհակալություն պարոն Ջիմբաշյան հետաքրքիր զրույցի համար, հաջողություն եմ մաղթում եւ հաջորդ շաբաթ ինչպես արդեն ասացի մենք կունենանք ձեր մրցանակակիրներից մեկի ներկայություն մեր տաղավարում քրիստոնեական սոլիդարություն ինտերնացիոնալ, հա, այդպես ասենք, միջազգային տերմիներով ընկերության ղեկավար պրեզիդենտ Ջոն Էյբերին